Անուն հոր և որդու և ոգին սրտո ամեն։ Ես եմ քաջ հովիվը իր անձը դնում է ոչխարների համար, իսկ վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, թե գայլը գալիս է, թողնում ու փախչում։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս իրեն քաջ հովիվ կոչեց, որտեղ ավելի մեծ սեր չկա, քան մեկը իր բարեկամների համար իր կյանքը զոհաբերի։ Այդպես էլ մեր Տերը Հիսուս Քրիստոս իրեն մեզ բարեկամ կոչեց, և բարեկամը բարին կամեցողն է, անկեղծ սրտով բարին է կամենում մեզ Տերը, իրական բարին, հավիտենական բարին, արդար ու սուրբ բարին է ցանկանում, ոչ թե մեր մարմնի պարարտությունը, մեր փափկակեցությունը, այլ մեզ հավիտենական կյանք է ցանկանում։ Մեր մեղքերի թողությունն է ուզում, և այդ պատճառով ինքն իրեն զոհաբերեց, որպեսզի մենք մեղքերի թողություն և հավիտենական կյանք ժառանգենք։ Քրիստոսի այս նույն օրինակով եղան քաջ հովիվներ, սուրբ հայրապետներ, սուրբ վարդապետներ, եկեղեցու սպասավորներ, որոնք հանձն առան իրենք իրենց զոհաբերել հանուն բանական հոտի, հանուն քրիստոնյաների, հանուն հավատացյալների։ Այսօր տոնն է սուրբ հայրապետներ Բարաղամ, Անթիմոս և Երանոս։ Բոլորն էլ ապրել են 3-րդ դարի վերջում, նահատակվել 4-րդ դարի սկզբում։ Բարաղամը մի ծերունի էր, որ ապրում էր սրբությամբ և աղոթքներով։ Դեկրետյանոս կայսեր հալեցանքների ժամանակ հրովարտակ է հռչակվում, որ պետք է քրիստոնյաները ուրանան իրենց հավատքը և կուռքերին զոհ մատուցեն։ Բարաղամ ծերունուն բերում են Ատյանի առջև և պահանջում են ուրանալ Քրիստոսին, ասում են ոչ մի դեպքում և Քրիստոսին չեմ ուրանա։ Տանում են կռատում, այրվող մի ածուխ են դնում բռի մեջ և ածուխի վրա էլ խունկ են դնում, հենց կռատան, հենց կուռքի առջև, որպեսզի չդիմանա ցավին, ձեռքի այրվելուն, նետի ածուխն ու խունկը կուռքի առջև և այդպես էլ համարվի, որ նա կուռքին խունկ է մատուցել։ Բայց ինչ եք կարծում, այս ծերունին, որ ուժ էլ չուներ ոտքի վրա կանգնելու, այնպիսի մի ուժ գտավ իր մեջ աստվածային, որ այրվող ձեռքը ամուր պահեց, չշարժեց, որպեսզի խունկ չմատուցի կուռքերին, և այդպես ձեռքը այրվում էր, մոխրանում էր, որտեղ ինքը Քրիստոսի սիրով էր այրվել, և այդպես ցավի ու տանջանքի մեջ էլ ծերունի Բարաղամը հոգին ավանդեց, այրվեց ու սպառվեց, գնաց երկինք, խունկ ու բուրմունք դարձավ Տիրոջը, և այժմ երկնքում մեզ է նայում։ Այսօր տոնն է նաև Անթիմոս եպիսկոպոսի, Անտիոքի հայրապետն է եղել Անթիմոսը, և Դիոկլետիանոսի հալածանքները հռչակվում են, հավատացյալները ասում են անպայման քո ետևից կգան։ Մենք ամեն մեկս միտեղ կթաքնվենք, դու էլ բարձրացի լեռները, այնտեղ ճգնությամբ աղոթքով անցկացրի, որպեսզի երբ հալածանքներն ու նեղությունները դադարեն, մենք կվերադարձնենք քեզ Անտիոք։ Լսում է հավատացյալների խնդրանքը Սուրբ Անթիմոս եպիսկոպոսը բարձանում է լեռները։ Մի քարայրում ճգնում է իր համար աղոթքով, և դատավորը մի զորախումբ է ուղարկում Սուրբ Անթիմոս եպիսկոպոսին գտնելու բերելու։ Պատահմամբ մտնում են այն քարայրը, որտեղ Սուրբ եպիսկոպոսն է, և չեն էլ իմանում, որ Անթիմոսն է, և ընդունում է Անթիմոս այս զինվորներին, կերակրում է, շահում է, պահում է, քնելու տեղ է տալիս, և առավոտյան, երբ արթնանում է,
հայտնում է, ասում է, ես եմ այն եպիսկոպոսը, որին դուք փնտրում եք, ինձ ձերբակալեք և տարեք դատավորի առջև։ Զարմանում են զինվորները նրա մտքի ու շմության, քաջության և ազնվության վրա։ Ասում են, մենք կգնանք ասենք, չենք գտել քեզ։ Ոչ, ասում է, ինձ տարեք դատավորի առջև։ Եվ այդպես ստիպված են լինում նրան տանել, և ամբողջ ճանապարհին Քրիստոսին էր քարոզում Սուրբ Անթիմոս եպիսկոպոսը, ավետարանում էր ճշմարտություն, և լսում են զինվորները ու հավատում են Քրիստոսին, հատկապես այսպիսի կենդանի նահատակի օրինակ իրենց առջև տեսնելով։ Դատավորի առջև են կանգնեցնում և ասում են, Քրիստոսին պետք է ուրանաս, ասում է ոչ մի դեպքում, ես արդեն ծեր եմ և իմ ամբողջ կյանքում Քրիստոսին եմ դավանել և Քրիստոսից որևէ վատ բան չեմ տեսել, չեմ ուրանա Քրիստոսին, կուռքերից որևէ լավ բան չեմ տեսել, չեմ երկրպագի կուռքերին։ Եվ այդպես սաստիկ չարչարանքներ են ենթարկում այս Սուրբ Հայրապետին ի վերջո գլխատելով նահատակում են։ Այսօր տոնն է նաև Երանոս եպիսկոպոսի, որը այժմյան Սլովակիայի քաղաքներից մեկի հայրապետն է եղել։ Նույն քաջությունը նաև Սուրբ Երանոս եպիսկոպոսն է ցուցաբերում Դիոկլետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, ի վերջո գլխատվելով նահատակվում է Սուրբ Հայրապետը։ Այս էր վարքը համառոտ Սուրբ Հայրապետների, որոնց տոնախմբությունն ենք կատարում այսօր, և երկնքում կարծես մի դուռ է բացվել, որ իրենց օրհնությունն ու բարեխոսությունը այսօր մեզ վրա իջնի։